ուրեմն ժողովուրդ ջան, ուրեմն այս 5 տարի է ընդդիմությունը, այսինքն ընդդիմությունը որն է մարդ է Հայաստանում ուրա ընդդիմություն, այդ շան որդիկ մի խոսքով, ինչ են ուզում անեն, ուզում են պատմություն գրեն, պատմություն, նոր պատմություն, ուրեմն այդ պատմության մեջ ինչ են ուզում գրեն, որը որ իրաց մոտ իհարկե չի ստացվում, սկզբից դենա գիտեք որ պատմությունա որ մի տարվա վարչապետը վերջի մի տարվա վարչապետը ամբողջ 30-40 տարվա Ղարաբաղի չկայացած Ղարաբաղի համար պատասխանատուն ինքն է այդ պատմության առաջի լիստն է գրեցին այնքան գրեցին միջև Ղարաբաղը լուծարվեց իրանք էլ լուծարեցին իրանց ձեռով անունը դրին Նիկոլնա այդ պատմության առաջի լիստն է երկրորդ լիստը 20 թվից հետո 21 թվից հետո որ ընտրվեց այդ խորհրդարանը նոր խորհրդարանը դրանք մի խոսքով 5 տարի չաշխատ ինչով էին զբաղված էին ամեն ինչ անում էին որ Հայաստանի ոստիկանությունը մի անգամ իրենց ծեծի գոնե դուբինկա օգտագործի գլխներին մի բան անի էլի որ ասեն Նիկոլի ժամանակ էլա ոստիկանը քաղաքացուն ծեծում հիշում եք չէ մի անգամ մի դեպք եղավ որ Նիկոլի տունը լրիվ այդ ընդդիմադիր շանորդիները շրջապատել էին մարդու տունը որտեղ ինքը ապրում է շրջապատել էին ու ոստիկանները այդտեղ մի քիչ ցրեցին մի երկու սիգնալնի ռակետ գցեցին բանարին ցրեցին դրանց վայ 2-3 ամիս էր տեսակ որ Նիկոլի ժամանակ են բանանում ժողովրդին ծեծում արա դուք ինչ ժողովուրդ դուք ժողովուրդ չէ դες պետք է ոչ թե ծեծեն այլ ձեր հանդեպ ընդհանրապես ձեր 30 տարվա արածի համար պետք է ամեն ինչ անեն ով որ նրանց պաշտպանում է հիմա ամենակարևորը այսենց ինչքան դեբիլ կա ինչքան ոչխար կա ինչքան եսիմ ինչ կա ինչ չկա սաղ դրած Մարուկյանով բանով լրիվ Նիկոլի ժամանակ ընտրությունները կեղծվել են ես մի անգամ եմ կրկնում եթե այս բաները լրիվ վերանայեն չէ լրիվ դու քաղաք Երևանից բռնացրած դե ես գիտեմ ամենաշատ կեղծածը կլինեն քաղաքում չէր կարող երբեք հնարավոր չէր Քոչարյանը 140,000 են մեկը ընդհանրապես քաղաքական դաշտում չկայացած ինչ որ մի մարդ 350,000 մարդ նրա համար ընտրեր դա հնարավոր բան չէր լավ էլ կեղծած է բայց իօքուտ իրենց ոչ թե իօքուտ իշխանության էլի ասենք Փաշինյանի եթե լավ սկսեն ստուգելը ես հույսով եմ որ ԿՊ-ն հնարավոր է այդ 50%-ից գա 55-57% դառնա ես վստահ եմ կեղծել են նրանց համար նրանցից են ձայներ շատ գողացել ընդհանրապես շատից են շատ գողանում էլի Մանրուկյանը երեք թվերը ասում այս ինչ տեղը մի ձայն են ունեցել գրել են 0 ձայն երկու ձայն են ունեցել գրել են 1 ձայն ու մի խոսքով նայել իրա 1 ձայնի համար է պայքարում ճիշտ է անում պետքա չկեղծեն բայց ես վստահ եմ այդ ինչ որ կեղծվել է չէ այդ Մարուկյանից բանից լրիվ գնացել է ընդդիմությանը իշխանությունից ասում եմ մինիմում մի 6-7% գողացել են
Եթե սկսեն ստուգելը, արդեն այդ ստուգումների ժամանակ արդեն հազար ձայն ավելացել է Նիկոլին, 1000 ձայն արդեն ավելացել է, ասում են 120, այդ ԲՀԿ ես համաձայն եմ, ես Գագիկ Ծառուկյանի պահով համաձայն եմ, թեկուզ գիտեք էլի իմ կարծիքը նրա մասին, որ նրանից ձայները գողացել են դաշնակներին գրել, ես վստահ եմ, դաշնակնին որն է այդ Քոչարյանին էլի, այս Գագիկ Ծառուկյանից գողացել են նրանց գրել, որ նրանք անցնեն, մի կերպ անցնեն, նրանց պետք էր չէ որ 8% ունենան, մի կերպ անցնեն, նրանք 5% եթե հավաքեին լավ կլիներ, հնարավոր չի, Քոչարյանին Հայաստանում 140,000 հոգի ձայն տա, հնարավոր չի, 140,000 կներեք, 140 հոգի նրան Հայաստանում ձայն չտալ, հա թող մի 5,000 Ղարաբաղցի նրան ձայն տված էլի, 10,000 թող ձայն տված էլի, մի 100 հոգի էլ թող Երևանցի ձայն տված էլի, ոչ ավել, դեն նրա ձայներն էլ, ով է իրա տղերանց հաշվին ապրում այդ մարդը, ասենք Լևոն Քոչարյանը, Սեդրակը, նրանք ունեն շրջապատ, ջահել երիտասարդներ են էլի, ժողովուրդ ջան, ես գիտեմ էլի ինչ եմ ասում, երիտասարդներ են շրջապատ ունեն, այդ շրջապատն էլ իրանց ձայնը տալիս, սա այդ էլ Լևոնի ու Սեդրակի, Քոչարյան, դու քո տղերքի հնարավոր է աղջիկների, փեսաների ապրացնես, թե չէ քեզ հաշվի առնող Հայաստանում 100 հոգի մարդ, որ անձամբ քեզ հաշվի առնի, չի լինի, այդ տղերքիդ, կրկնում եմ, քո տղերքիդ, աղջիկներիդ, փեսաներիդ, նրանց շրջապատի մարդիկ են, որ քեզ ձայն են տալի, թե չէ քեզ ով է հաշվի առնում Հայաստանում, ոչ մեկը չի ուզում, երեսիդ նայի նույնիսկ, մարդիկ զզվում են, մի խոսքով տենց բաներ ժողովուրդ ջան, Նիկոլի վրա ուզում են այդտենց պատմություններ գրեն, որ Նիկոլի ժամանակ էլ ոստիկանները ժողովրդին ծեցին, են առաջին ինչ էի ասել արդեն մոռացա, այս վերջինն էլ դե վաբշե, որ Նիկոլի ժամանակ ընտրություն են կեղծում, արա, հերիկա, այդ պատմությունները ոչ մի տեղ էլ չի անցնելու, դուք են մարդիկ չեք, որ ձեր վրով դուք կարողանաք Հայաստանում պատմություն գրեք, դուք պարտված կողմ եք լինելու ձեր նույնիսկ ձեր երեխեքն են պարտված համարվելու, ձեր թորները նոր կարող է Հայաստանում ինչ-որ բան կարողանան անեն, դուք ոչ մի բան չեք կարողանալու ձեր երեխանց հետ միասին Հայաստանում անեք, պատմություն գրում է հաղթող կողմը, պարտվող կողմը երբեք, ամբողջ համաշխարհային պատմության մեջ նման բան չկա, որ պարտված կողմը կարողանա պատմություն գրի, դուք չեք կարողանալու երբեք, որ ինչ-որ բան գրեք, ինչ-որ մեկի ապացուցեք, որ Նիկոլի ժամանակ ընտրություն են կեղծել, չկա նման բան, ու չի էլ լինելու, մի խոսքով ժողովուրդ ջան, ինչ ասեմ, դե Գագիկ Ծառուկյանին օրինակ, որ բաց չեն թողել, ասում են ուզելա փախնի բան չէ, այդ մեկը ես չեմ հավատում, ինչի ուզում փախչի, ես մտածում եմ մարդը խոսք էր տվել ամսի 7-ից հետո տղաս գալու, մի գուցե գնում էր բերի տղուն, դե մի պտի թողեին գնար էլի ժողովուրդ ջան, դե ես ճիշտն եմ ասում, պտի թողեին գնար այդ մարդը, մի գուցե գնում էր տղային բերի, ինչ ասեմ ժողովուրդ ջան, մի խոսքով, սկսում ենք աշխատելը ժողովուրդ ջան, այս ամսի 14-ին պետք է որ հայտարարեն արդեն,
Այսքան ժամանակ ասում էին, օրայնը բանը էսի, միսբերկոմա, բանը ինչ չեն բան արել։ Դե նրանց օրենք ունեն, չէ՞, նրանք միջև ամսի 19-ը իրավունք ունեն լուր մնան, միջև մարդիկ կուսակցությունները կարող է բողոքներ ներկայացնեն, բան, ստուգվեն, այդ այնց ոնց որ հիմա է կատարվում։ Դա ամեն ինչ օրենքով է, ուղղակի համացանցում բանում մարդկանց ուզում էին խափեն, բան, էլի պատմություն, էլի Նիկոլի դեմ, էլի որ ասեն, Նիկոլը Իրիգունը ոնց չա։ Լավ արավ ճանաչեց, ես Սամվել Կարապետյանը 8 ամիս վարչապետ է դառնում։ Հլա ոչ մի բան, իսկի գրանցված էլ չէր, այն մարդուն արդեն պարոն վարչապետ էին անվանում։ Հասկանում է։ Այն մարդուն անվանում էին պարոն վարչապետ։ Հիմա ասում են վարչապետը գիշերը ժամը 2-ից հետո։ Բա ճիշտ արել, է մարդիկ արդեն իրանք ինչ որ ստացել են, համարել են, որ արդեն իրանք հաղթել են եւ վերջ ճիշտ էլ արել են։ Այդ որտե օրենքում գրած որ իրավունք չունեն ասեն։ Ոչ մի օրենք ոչ մեկը չի խախտում, արխային մնացեք։ Դուք էլ կարայիք ասեք, մենք ենք ընտրված։ Ճիշտն ասած, դուք 8 ամիս ասում եք։ Խիսամոն չէր ասում 100% է մեր բանը, որ մենք 100% իշխանությունը վերցնում ենք, մարդուն էլ արդեն դե որ վերցնում են, սկսեցին վարչապետ անվանելը։ Հադե ինչ անենք, վարչապետ են անվանում։ Հիմա թող վարչապետ չասեն աշխարհի համար մեկ քաղաքացի անվանեն, ինչու իրանց գործն է։ Դա օրենքի խախտում չի, ոչ գողություն է, ոչ օրենքի խախտում չկա դրա մեջ։ Ну, սենց բաներ էլի ժողովուրդ ջան։ Ինչ ասեմ, ժողովուրդ ջան, սկսելու ենք աշխատել բոլորս մեր իշխանության վրա, ժողովուրդ ջան, մենք պետքա թույլ չտանք, որ մեր երկրում, ասենք, լինեն Արթուր Չախոյաններ, որ գնան ինչ որ աշխատանքները ստուգեն, մատով քանդեն, չէ, ժողովուրդ ջան, դա մենք պետք է անենք։ Ոչ թե ինչ որ մի մարդ իր համար լիցենզիա ստանա ու գնա ինքը տես բաներով։ Մենք ինքներս ժողովրդով որտե ինչ տեսանք, պետք է մատով ցույց տանք, առանց ամոթի, մատով ցույց տանք, որովհետև դա մեր քաղաքներն է, մեր գյուղերն է, մեր շրջաններն է։ Մենք պետք է ցույց տանք, որ այդ ամեն ինչը կառուցվի, ամեն ինչը սարքվի, նորմալ սարքվի, պետությունը մեծ փողեր է ծախսում, որ այդ ամեն ինչ սարքեն մեզ համար, թույլ չտանք, որ այդից ցեմենտ գողանան, ցեմենտը քիչ գցեն, էս մի բան, ու տես բաներ, ժողովուրդը ինքը պետք է աշխատի, ինքը պետք է հետևի։ Ոչ թե ասենք ինչ որ միայն մի հատ ընդդիմադիր մարդ, մի Արթուր Չախոյան, ընդե մի հատ էլ Մանուկյան կա են, Երևանի դեպուտ պատգամավորը ինչա, ու Քոչարյանական այն չաղակնոցներով տղեն։ Պետք է ժողովուրդը լրիվ իրենք, ժողովուրդը իրենք։ Այ օրինակ Հյուսիսային Կորեայում սես մի բան կա։ Եթե ես մի հատ մարդ քայլում է, մի հատ մարդ էլ հետևից է քայլում, չէ՞։ Այն առաջի քայլող մարդը գետնի վրա մի հատ, ասենք նույնիսկ լուցկ ու բան, չէ՞, վառել է գցել։ Տենա, որ նա չի վերցնում, նրանից բողոքի նրան կարող է գնդակահարեն։ Այդպես բաներ կա։ Աշխարհի ամենամաքուր քաղաքը Փխենյանն է, գիտեք, չէ՞։ Հյուսիսային Կորեայում ամենամաքուր քաղաքը, Ճապոնիայի քաղաքներից մաքուր է, մաքրություն է, մարդիկ աշխատում են, իրանց քաղաքները մաքուր պահեն, իրանց։ Ժողովուրդ ջան, բերեք մենք էլի այդ խոզությունը, բանա, թարգենք էլի, ձեր ցավը տանեմ։ Կա էլի, մեր մեջ կա, տենց բան կա էլի, երևի դա կոմունիստական դաստիարակություն է մնացել է մեր ժողովրդի մեջ, էլի, կոմունիստական դաստիարակությունը ճիշտ չասեցի երևի, կոմունիստների ժամանակ բարդակ էր էլի, ժողովուրդ ջան, իրականում բարդակ էր։
Կոմունիստները պրոստը նրանք մարդուն այնքան թոշակ էին տալի, այնքան աշխատավարձ էին տալի, որ այդ մարդը ուղղակի կարողանա ապրի, կարողանա միս էլ առնի ուտի, ասենք կարակ էլ առնի, ուրիշ ոչ մի բան։ Ոչ մի ասենք բան չկար, մեքենա չէիր կարողանա առնես, ես մի բան, ու ոբշեմ, մենք այդ բաները մոռանանք, մի քիչ ժողովուրդ ջան, աշխատենք բոլորի վրա, աշխատենք մեր պատգամավորների վրա, եթե ես մի հատ պատգամավորից մի բան եմ ասում, ասենք այդ պատգամավորներից բան եմ խոսում, ես խնդրում եմ, ինձ հանկարծ չասեք, փոխվեց, սա էլ նիկոլական չի էլ եմ, ոչ, ես պահանջելու եմ, ժողովուրդ ջան։ Ես ասենք էլ, ես այն ընդդիմությունից, էլ Քոչարյանից, բանից էլ պահանջելու ոչինչ չունեմ, ես ընտրության վախտը թույլ չեմ տվել, որ նրանք իշխանության մաս կազմեն, դա ես պարտավոր եմ եղել անեմ, ժողովուրդը պարտավոր է եղել անի, մենք ամեն ինչ արել ենք, որ նրանք իշխանության չգան, ու ճիշտ ենք արել, հիմա իշխանության ով եկել է, մենք նրանից ենք սկսելու ամեն ինչ պահանջելը, եւ թոշակների բարձրացում, եւ ճիշտ օրենքներ ընդունելու համար, ժողովրդին ես իմ շատ այնց անկապ օրենքներ չընդունել, որտեղ ժողովուրդը վնասա կրում, այնց անկապ, չգիտես ինչի համար, մենք դրա վրա պետք է աշխատենք մեր պատգամավորների հետ։ Պատգամավորներին ուղղություններ, պատգամավորները չգիտենակ, թե նրանք մի այնքան գրագետ մարդիկ են, ժողովուրդ ջան, նրանք ժողովուրդը ինչ պահանջում է, նրանք ժողովրդի պահանջներն են սկսում ներկայացնել ընդեղ օրենքներ ընդունում, դա ժողովրդի պահանջից է, եթե թույլ տանք իրանք ուզածները անեն, դա արդեն կդառնա դիկտատուրա։ Մի խոսքով նման բաներ, ժողովուրդ ջան, մենք պետք է սկսենք հիմա շատ խիստ ձևով պահանջենք իշխանություններից ամեն ինչը։ Всё, մոռացեք այդ ընդդիմությանը, նա չկա, չի եղել մեզ համար։ Հիմա միջև 31 թիվը մեր ամեն մի քայլը պետք է լինի իշխանությունների հետ։ Մենք ենք իրանց ընտրել, մենք էլ պետք է այնց անենք, որ իրանք միշտ ճիշտ ճանապարհով գնան։ Ճիշտ ճանապարհով ամեն ինչը արվում է ժողովրդի, պետության եւ պետականության համար։ Եվ վերջ։ Դե բարի օր եմ բոլորիդ ցանկանում ժողովուրդ ջան, միջ երեկո, Աստված տա, միգուցե երեկոյան ունենամ։ Ես երեք արդեն չէի կարող համացանց մտնեմ, ես ասի կարող է ինձ ինֆարկտ խփի։ Ուզում եք հավատացեք, ուզում եք չէ։ Չկա, կապ չկա այս անդեր տեղը։ 150 հատ VPN եմ փոխել, որ այսօր առավոտը մի հատ բռնացրի, ես էլ 7 օրով ա տվել։ Չգիտեմ, լավ եղեք ժողովուրդ ջան, մինչ երեկո։